Բոլորին ուզում եմ տեղեկացնեմ 8.2.0 update-ի մասին։ 8.2.0 update-ը հիմա ցույց եմ տալիս, նայեք։ 8.2.0 update-ը եկել է այս մեքենայի վրա։ Այս մեքենայի վրա 8.0.0 update-ն է։ 8.0.0-ի տարբեր վերսիաների դեպքում կա ADB-ն բացա, կա ADB-ն փակա։ 8.2.0-ի հետ կապված ուզում եմ մի քիչ ինֆորմացիա տամ ժողովրդին, որ իմանան։ Ինչն է ավելացել 8.2.0-ի դեպքում ռուսերեն դնելու դեպքում մեքենայի ղեկի վրա գալիս է ռուսերենը։ Դա նորությունա կարելի է հաշվել պլյուսը։ Ավելացել է կենթանիների պահելու ռեժիմը, որը կարող եք մեքենանի մեջ կենթանուն թողեք, հանկիստ ինքը ռեժիմ ունի, չեմ փորձել, չգիտեմ, բայց ենթադրում եմ լավ բան է, դա եւս կարելի է հաշվել պլյուս։ Ինչ է ավելացել։ Թարմացումը նաև ավելացել է, այսպես ասած, պրոյեկցիայի վրա կամերաների հետ կապված նոր թարմացում է, որը ավելի կարելի է հաշվել պլյուսը։ Բայց մեծ փոփոխություն չի լինելու։ Մեքենան ունի այստեղ, այսպես ասած, ռուսերենով սկոլսկի է կոչում, անգլերենով slippery, այդ ռեժիմը հիմա հարցնում նոր է միանում, դուք պետքա դնես։ Այն ժամանակ ինքը որոշում է, update-ը դրանով է կապված, update-ի դեպքում ինքը 8.2.0-ի դեպքում ինքն է որոշում միանա թե չմիանա։ Թարմացումները նաև ավելացել է մեքենայի մեծ ակումուլյատորի տաքացումը, այսինքն ցուրտ շրջաններում ապրող մեքենաների համար տաքացման ռեժիմը թարմացել է ավելի լավ է աշխատում, դա եւս կարելի է հաշվել պլյուս։ Մինուսներից, պլյուս նաև կարելի է հաշվել, որ մեքենան 8.2.0-ի դեպքում GPS-ը ակտիվացել է, այսինքն եթե այն մարդիկ, որ ունեին 8.1.0 նավիգատորը չէր աշխատում, GPS-ը չէր աշխատում, հիմա GPS-ը աշխատում է ու դա եւս շատ մեծ պլյուս է։ Այն մեքենաները որոնք արել են 8.1.0, ես խորհուրդ եմ տալի միանշանակ անեն 8.2.0 տարբերակը, բայց այն մեքենաները, որոնց վրա 8.0.0 է, իրանք թող որոշեն անեն թե չանեն, քանի որ 8.2.0-ի դեպքում ADB-ն փակվելու է, ADB փակվելը դա նշանակում է մեքենայի դիագնոստիկա չես կարող անել, EP չես կարող գցել, այսինքն իա կոմպյուտերի կպնելը փակ է, դեռևս փակ է, ես չեմ կարողանում բացել։ Այն մեքենաները, որոնք ունեն 8.0.0, անեն 8.2.0.0, թող իրանք որոշեն։ Իսկ այն մեքենաները, որ 8.1.0 է, ես խորհուրդ եմ տալիս անցնեն 8.2.0-ի, քանի գոնե որ կաշխատի GPS-ը եւ ADB-ն մեկը այն դեպքում էլ էր փակ, այս դեպքում էլ այս թարմացումներից մեքենաները կօգտվեն։ 8.2.0-ի դեպքում լի API launcher-ները հաճախ թռնում են, ով արած է ունի, ասեմ, որ դա այդ խնդիրը առաջանալու է։ Հայաստանում գործող լիերի 90%-ը App Store-ով է, ուստի launcher-ների հետ կապված հետագայում կարող է խնդիր լինել։ Car mode-ի ռուսերենը նույնպես ընթացք առ ընթացք թռնում է։ Էդ էլ եմ ուզում հաշվի առնեք 8.2.0-ի դեպքում։ Մնացածը անեք թե չանեք, որոշեք դուք։